Երբևէ դադարել եք դիտարկել, թե ինչպես են որոշ մարդիկ իրենց կյանքը անցկացնում իրենց երազանքների մասին, բայց երբեք քայլ չեն ձեռնարկում նրանց գիտակցելու համար, ինչու է դա տեղի ունենում, ինչու են լինեն նրանք, ովքեր ամեն օր արթնանում են իրենց նպատակներին հասնելու համար, իսկ մյուսները տարիներ են տարիներ, որ դժգոհում են հանգամանքներից, ժամանակին կամ բախտից, տասնամյակներ անց ես հասկացա, որ կարող է արմատապես վերափոխել ձեր տեսլականը հաջողության։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ յուրաքանչյուր իրական փրկված էր, ասում էին յուրաքանչյուր բառ եւ յուրաքանչյուր որոշում կայացրեց, ոչ ոք չի սպասում, որ երջանկությունը հանձնվի արծաթեսկու տեղի, մենք վաղ տարիքից իմացանք, որ կյանքի պատասխանատվությունը մերն է եւ միայն մերն է, եւ ահա թե ես հասկացա, թե քանի մարդ կորցնում է իր հնարավորությունները պարզապես այն պատճառով, որ նրանք իրենց համար դատապարտում են։ Կարող է թվալ, որ երազելը թեթև եւ հաճելի է պարզապես ցանկություն, եւ ամեն ինչ կլուծվի, բայց թույլ տվեք անկեղծ լինել։ Սա պատրանք է, իսկական երազանքը պահանջում է մի բան, որը մարդկանց մեծամասնությունը խուսափում է ամեն գնից։ Խստորեն ինքնուրույն։ Ինչ է նշանակում գործնականում ինքներդ ձեզ հետ խիստ լինելը, դա նշանակում է դադարեցնել ինքներդ ձեզ, արդարացումներ կատարելուց եւ կատարյալ պահի սպասում, իմանալով, թե ինչպես կարելի է ոչ ասել ինքներդ ձեզ, երբ ամբողջ աշխարհը առաջարկում է հարմարություններ, այն լքում է սովորությունները, չնայած հարմարավետ սաբոտաժի իրենց նպատակները, եւ գիտեք, թե որն է առավել զարմանալի, սա հենց այնտեղ է, երբ շատերը հրաժարվում են։ Նրանք ընտրում են անմիջական հարմարավետությունը իրենց կյանքը փոխելու համար անհրաժեշտ ուժի եւ գործողության փոխարեն։ Հիշում եմ, երբ երիտասարդ էի եւ երազում էի շատ բաների մասին։ Ունենալով իմ բիզնեսը, գիտելիքներ ձեռք բերելը, ազատություն ձեռք բերելը, ես տեսա ինձ շրջապատող մարդկանց եւ մտածեցի, որ նրանք պարզապես բախտ են, տաղանդ կամ հնարավորություններ չունեի, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ բախտը կողմ է միայն նրանց, ովքեր պատրաստ են նրա համար, միևնույն ժամանակ ականի շատ ընկերներ հետաձգեցին իրենց երազանքները, վախենում էին առաջին քայլը կատարել եւ աշխարհին մեղադրել արդարության բացակայության համար, եւ կռահեք, թե ով է ավարտվել, ինչ եք ուզում, նրանք, ովքեր մի կողմ են դնում հիմնավորումները եւ սկսեցին գործել վճռականությամբ։ Ես կկիսվեմ իմ կյանքի կոնկրետ օրինակ, մի պահի երազում էի բացել իմ սեփական բիզնեսը, ես գիտեի, որ մրցակցությունը կատաղի էր, եւ դա շատ ջանք ու համբերատար էր, ամեն օր ես թափվեցի ծուլության եւ կասկածների մեջ։ Ես կարող էի հրաժարվել, ինչպես շատ ուրիշներ, բայց ես որոշեցի անողոք լինել ինքս ինձ համար, ես սկսեցի վաղ առավոտյան արթնանալ, օրվա յուրաքանչյուր րոպեն պլանավորել եւ ապահովել, որ ամեն անգամ արդյունավետ լինի, ես վերացրեցի սովորությունները, որոնք խանգարում էին իմ առաջընթացին եւ աստիճանաբար այս փոքր ամենօրյա գործողությունները սկսեցին արդյունքներ առաջացնել։ Գոյություն ունի հրե ասում, որ ասում է, մի ակնկալեք, որ գետը ձեզ ոսկի բերի, վերցրեք ցանցը եւ գնացեք ինքներդ ձեզ, երազը միայնակ չի կատարվում։ Անհրաժեշտ է այն կառուցել սեփական ձեռքերով, երբեմն ճանապարհը ցավոտ կլինի, դուք պետք է ոչ ասեք ինքներդ ձեզ տասնյակ անգամներ, որպեսզի վերջապես այո ասենք ձեր նպատակին մեկ անգամ, բայց հենց այս ամրությունն է, որը երազները վերածում է իրականության։ Ահա վճռորոշ կետը։ Ինքներդ ձեզ հետ խիստ լինելը պատիժ չէ, այլ հզոր գործիք, ձեր ուզածը շահելու բանալին, կարող եք ընտրել մնալ այնտեղ, որտեղ գտնվում եք, պարզապես լսում կամ երազում եք առանց դերասանության, կամ դուք կարող եք որոշել հետևել մինչև վերջ եւ պարզել, թե ինչպես դառնալ մեկը, ով չի ակնկալում, որ իրերը պատահում են։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ. Եթե պատասխանը այո է, ապա շարունակեք, որովհետև ես ցույց կտամ, թե ինչպես է այս կեցվածքը տարածվում առօրյա կյանքում, թե ինչպես է այն օգնում հաղթահարել վախը, ծուլությունն ու անորոշությունները։ Եկեք վերսկսենք հիմնարար հայեցակարգ։ Երազները չեն իրականացվում մոգությամբ, նրանք պահանջում են գործողություններ, որոնք հաճախ անհարմար են եւ դժվար, հենց այստեղ է հայտնվում իրական թեստը։ Ինքներդ ձեզ հետ պահանջելու ունակություն։ Թույլ տվեք բացատրել, հիմնվելով իմ սեփական հետագծի վրա, ինչպես է այն գործում, երբ նա ավելի երիտասարդ էր, նա երազում էր կրթության, կարիերայի եւ անկախության մասին, բայց առանց կարգապահության երազանքը պարզապես դատարկ ցանկություն է։ Ես տեսա տաղանդավոր մարդկանց լավ գաղափարներով եւ հնարավորություններով, որոնք սակայն կարող էին բավարար կյանք կառուցել, ինչու քանի որ նրանք իրենց հետ ազնիվ չէին, նրանք թույլ տվեցին իրենց հետաձգել առաջադրանքները, ներողություն կազմակերպել եւ մտածել, եւս մեկ օր։ Տարբերություն չի առաջացնում, եւ ամեն անգամ, երբ նրանք արեցին դա, նրանք էլ ավելի հեռու էին հեռանում իրենց նպատակներից։
Ինքնուրույն discipline դրսևորվում է փոքր ամենօրյա վերաբերմունքի մեջ, մի կարծեք, որ դա մի բան է, դրանք պարզ են, բայց վճռական ընտրություններ, օրինակ, ավելի վաղ ոտքի կանգնեցրեք օրվա առաջին ժամերը անձնական զարգացմանը նվիրելու համար։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր առավոտյան 5-ին արթնացան, լեզու սովորելու կամ իրենց բիզնեսի վրա աշխատելու համար, մինչ բոլորը դեռ քնում էին, դժվար էր, մարմինը խնդրեց վերադառնալ քնելու, բայց դիմադրեցին եւ արեցին այն, ինչ անհրաժեշտ էր հաջողության հասնելու համար։ Ես կարող եմ մեջբերել իմ կյանքի հատուկ դեպքը, երբ ես որոշեցի սկսել իմ առաջին նախագիծը, ես պետք է սովորեի շատ նոր բաներ, հաշվապահություն, մարքեթինգ, մարդկանց կառավարում, ամեն օր այն բախվեց հոգնածության, անորոշության եւ կանխատեսելի ռեժիմի անվտանգությանը վերադառնալու ցանկության, բայց ես սովորեցի ամուր լինել ինքս ինձ հետ, նա ստեղծեց առաջադրանքի ցուցակները, մեծ մարտահրավերներ բաժանեց փոքր քայլերի, եւ յուրաքանչյուր օրվա վերջում գնահատվեց կատարվածը, եթե ես բավարար չափով չկատարեի, դա թույլ չէր տա, որ ես հանգստանան մինչև աշխատանքը ավարտվի, դա սպառիչ էր, ցավոտ, բայց հենց այդ մոտեցումն էր, որ ինձ հանգեցրեց արդյունքների։ Մեկ այլ հրեական իմաստություն սովորեցնում է, ասա ճշմարտությունը, նույնիսկ եթե դառն է, սա ինքնուրույն discipline իեությունն է, անկեղծ ասած, ճանաչեք ձեր թույլ կողմերը, սխալներն ու վախերը եւ գործեք, չնայած նրանց։ Մի սպասեք ոգեշնչման մոտիվացիայի կամ պահի պահին, բայց պարզապես արեք այն, ինչ պետք է արվի։ Ինքներդ ձեզ խստորեն լինելը նշանակում է նաև իմանալ, թե ինչպես հրաժարվեք սովորություններից, որոնք ձեզ ցած են քաշում։ Ես գիտեմ այն մարդկանց, ովքեր երազում էին հաջող կարիերայի մասին, բայց ամբողջ գիշերներն անցկացնում էին համակարգչի առջև, վատնելով ժամանակն աննկատ շեղումներով, նրանք գիտեին, որ այն հեռացրել է նրանց նպատակներից, բայց անընդհատ դա անում է։ Կարգապահությունը ոչ է պահանջում այս գայթակղություններին, նույնիսկ եթե դա անհարմար է, դա նշանակում է, որ այսօր ընտրեք դժվարին ուղին։ Վաղը ավելի թեթև կյանք ունենալու համար։ Կա ևս մեկ հիմնարար կողմ համբերություն եւ համառություն, հազվադեպ երազանքը իրականանում մեկ գիշերվա ընթացքում, դիանապարին կլինեն հիասթափություններ, անհաջողություններ եւ սխալներ, բայց դա ճշգրիտ ամրությունն է իրենից, որը թույլ է տալիս հաղթահարել այս խոչընդոտները։ Հիշում եմ, երբ իմ առաջին նախագիծը ձախողվեց, դա վնասեց, նա կարող էր հրաժարվել եւ վերադառնա հարմարավետության գոտի, բայց նա ասաց ինքս ինձ։ Եվ ես շարունակեցի, օր, քայլ առ քայլ։ Ես գիտեմ մի դեպք, ով ծնվել է հասարակ ընտանիքում, բայց երազում էր դառնալ հաջող ձեռներեց, ամեն օր նա նոր բան իմացավ, արթնացավ բոլորից շուտ եւ անհապաղ հաճույքների հետաձգեց ավելի լավ ապագայի անունով, տարիներ անց նա հասավ այն ամենին, ինչը նույնիսկ չէր համարձակվի երազել, որն էր գաղտնիքը, ոչ թե տաղանդ, ոչ հաջողություն, բայց ինքդ քեզ հետ կարգապահվելու ունակությունը։ Շատերը վախենում են այս բառից կարգապահություն, նրանք կարծում են, որ դա նշանակում է լինել դաժան կամ ուրախությունից զրկել, բայց դա այդպես չէ, խոսքը կենտրոնանալու, ձեր հետ անկեղծ լինելու եւ ընտրելու այն, ինչը իսկապես կարևոր է երկարաժամկետ հեռանկարում, ուղևորի հաճույքների փոխարեն։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես դա գործնականում դնել։ Հիմա եկեք գնանք այն կոնկրետ քայլերի, որոնք կօգնեն ձեզ զարգացնել այս ամրությունը ինքներդ ձեզ։ Սկսեք ազնիվ գնահատականից, վերցրեք մի թուղթ եւ գրեք ձեր թույլ կողմերը։ Ձեր սովորությունները, որոնք ձեզ հեռու են դարձնում նպատակից եւ արդարացումներից, որոնք սովորաբար տալիս եք ինքներդ ձեզ, եղեք դաժանորեն անկեղծ առանց կես ճշմարտությունների, առանց ինքնաբացարկի, սա իրական փոփոխության առաջին քայլն է։ Այնուհետև ստեղծեք ամենօրյա գործողությունների ծրագիր, պետք չէ գայթակղություն լինել։ Օրական մի փոքր քայլ բավարար է, մի փոքր, բայց հետևողական քայլ ավելի լավ է, քան հազար մտադրություններ, առանց կատարման, ինչ կարևոր է առաջընթացը, ոչ թե կատարելությունը։ Եթե այսօր միայն հասցրել եք 10 րոպե նվիրել ձեր նպատակին, դա հիանալի է։ Վաղը, արեք 11։ Վերահսկեք ժամանակի գողերը, սոցիալական ցանցեր, ավելորդ շեղումներ, դատարկ խոսակցություններ։ Այս ամենը գողանում է թանկարժեք րոպեներ, որոնք կարող են ներդրվել ձեր ապագայում։ Սովորեք ինքներդ ձեզ ասել ոչ, խոսքը զրկանքի մասին չէ, խոսքը առաջնահերթության մասին է։ Ամեն անգամ, երբ ընտրում եք, թե ինչն է կարևորը հեշտի փոխարեն, դուք ամրապնդում եք ձեր կարգապահությունը։ Ամեն օր հետևեք ձեր առաջընթացին, քնելուց առաջ հարցրեք 3 հարց։ Ինչ ես արեցի այսօր իմ նպատակին, ինչ ես դադարեցի անել, ինչ եմ տարբերվելու վաղը։ Այս պարզ սովորությունը ձեզ պահում է ճիշտ ուղու վրա եւ կանխում է փոքր սայթերը մեծ անհաջողությունների գալուց։ Դեմքի դժվարություններ, որպես գործընթացի մի մաս, սխալներն ու ձախողումները վերջը չեն։ Սրանք քողարկված դասեր են, ինքներդ ձեզ համար ամրությունը չի նշանակում գայթակղություն։ Դա նշանակում է յուրաքանչյուր աշնանը ավելի արագ բարձրացնել, ամեն ոք, ով հրաժարվում է առաջին խոչընդոտից, երբեք չի իմանա, թե ինչ կարող են հասնել։
Եվ ահա մի կարևոր կետ. մի համեմատեք ուրիշների հետ, ինքնուրույնությունը արտաքին մրցակցություն չէ։ Դա ներքին պայքար է, ձեր միակ մրցակիցը ձեզնից այն տարբերակն է, ով դեռ չի գործել, ամեն օր, երբ դուք գերազանցում եք ձեր սեփական սահմանափակումները, դուք արդեն հաղթում եք։ Սա միայն գեղեցիկ բառեր չէ, դա ապացուցված ճշմարտություն է նրանց կողմից, ովքեր արդեն ժամանել են այնտեղ, երազների իրականությունը և ով է ապրում երազների իրականությունը և ով է միայն երազանքները։ Հենց այս կարողության մեջ է ինքն իրենով ամուր լինելու համար, այլ ոչ թե որպես պատիժ, այլ որպես վերափոխման գործիք։ Հետևաբար, այստեղ մեծ ուսումը է, հասնել ձեր ուզածը, դուք պետք է ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, կարգապահ և պատրաստ լինեք դիմակայել մարտահրավերներին, ամուրությունը հոմանիշ չէ դաժան կոշտության հետ։ Դա վառելիքն է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում յուրաքանչյուր գիտակցված ընտրությամբ։ Եթե դուք ընդունում եք այս մարտահրավերը, ձեր կյանքը կսկսի փոխել, այնտեղ, երբ վախը, կասկած և հետաձգում լիներ, այժմ կլինեն գործողություն, առաջընթաց և արդյունքներ, և երբ դուք առնվազն ակնկալում եք դա, դուք կանդրադառնաք և կտեսնեք, որ անհնարին հնարավոր է դարձել, պարզապես այն պատճառով, որ դուք որոշել եք ամուր լինել ինքներդ։ Այժմ մենք հասնում ենք ամենակարևոր ժամանակի։ Ամեն ինչ գործնականում դնելու ժամանակը, եթե հասնեք այստեղ, առաջին քայլն եք տվել։ Դուք գիտակցեցիք, որ երազները պահանջում են գործողություններ, ոչ միայն ցանկություն, բայց ճանաչումը հենց սկիզբն է, հիմա ժամանակն է գործել։ Հիշեք, ինքներդ խստությունը պատիժը չէ, դա ուժ է, դա այն գործիքն է, որը երազները վերածում է իրականության, բոլոր հաջողակ մարդիկ, ում հիանում եք, անցել են դրանով, նրանք բախվեցին հոգնածության, վախի, կասկածների և հետաձգման գայթակղության։ Բայց նրանք այլ բան արեցին։ Նրանք ընտրեցին ամուր լինել իրենց հետ, նրանք դադարել են արդարացնել իրենց, սպասում են կատարյալ պահի անհանգստությունից խուսափելու համար, նրանք պարզապես գործել են։ Թույլ տվեք պատմել մեկ այլ պատմություն։ Ես շատ տարիներ եմ ճանաչում մի տղամարդու, որը գալիս էր սովորական ընտանիքից, առանց արտոնությունների, բայց երազի հետ։ Ձեռնարկող լինելը, քո շրջապատում մարդիկ ասացին. Սա քեզ համար շատ դժվար է, ավելի լավ է մնալ կայուն գործի մեջ, նա կարող էր հրաժարվել, գտել արդարացումներ, բայց նա ասաց իրեն. Եթե ես ուզում եմ, ես պետք է ամուր լինեմ ինձ հետ։ Նա սկսեց արթնանալ առավոտյան 5-ին սովորելու, աշխատել է իր նախագծի վրա աշխատանքից հետո, հանելով կուսակցություններ, ապարդյուն շեղումներ, այն ամենը, ինչ նրան հեռացրեց դարպասից, տարիներ անց, չնայած անհաջողություններին և սխալներին, նա շահեց այն, ինչ ժամանակին անհասանելի էր թվում։ Բարոյականությունը, ամրությունը ցուցադրվում է փոքր ամենօրյա որոշումների մեջ, ամեն անգամ, երբ դուք ընտրում եք գործել, փոխարենը ուժեղանում է, ամեն անգամ, երբ ոչ է ասում, որ այն սովորությունը, որը սաբոտաժ է անում։ Ես գնում եի դեպի քո ապագան, ավելի մոտ է հաջողության, դա մեկուսացված գործողություն չէ։ Դա անընդհատ պրակտիկա է, և այս կայունության մեջ է, որ հաջողությունը ծնվում է։ Եկեք ամփոփենք ձեզ համար անհրաժեշտ սկզբունքները, որոնք ձեզ հետ տանեն։ 1. Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ։ Նշեք ձեր սովորությունները, վախերն ու արդարացումները, նրանց ճանաչելը դրանք փոխելու առաջին քայլն է։ 2. Գործեք ամեն օր փոքր ամենօրյա քայլը արժե ավելին, քան ցանկացած անցնող ոգեշնչում, գործողությունը իրականություն է կառուցում, ոգեշնչում մենակ ոչ։ 3. Վերահսկեք ձեր ժամանակը և սովորությունները։ Ձեր ամենամեծ ռեսուրսը ժամանակն է, կառավարեք այն փոխարենը թույլ տալու համար այն գողանալ շեղումներով։ 4. Ընդունեք մարտահրավերները։ Սխալներն ու քննադատությունները թշնամիներ չեն։ Նրանք ուսուցիչներ են, ամուրությունը խոչընդոտները վերածում է ուսման։ 5. Ընտրեք դժվարին ուղին։ Հեշտ ճանապարհը հանգեցնում է հետաձգված երազների, դժվարը հանգեցնում է իրականացման, ամրությունն է նպատակ ունենալով ընտրել ամենօրյա պայքարը։ Հասկացեք մի բան. ոչ մի արտաքին հաջողություն չի փոխարինում ներքին կարգապահությանը, ոչ ոք չի գա ձեր երազանքը տալու համար, միայն դուք կարող եք այն կառուցել, և ահա թե որտեղ է ստում ճշմարիտ իմաստությունը։ Պատմեք ինքներդ ձեզ ճշմարտությունը, նույնիսկ եթե նվիրեք, անաչեք ձեր թույլ կողմերը, ձեր վախերը, ձեր ծուլությունը և գործեք, չնայած նրանց։ Շատերը վախենում են իրենց հետ ամուր լինելուց, քանի որ դա քաջություն է պահանջում, դա պահանջում է ենթադրել, որ մենք պատասխանատու ենք մեր սեփական կյանքի համար, բայց միայն այն ժամանակ, երբ ենթադրում եք, որ այս վերահսկողությունը ուղղում եք ձեր նպատակակետը։ Դա արեք հիմա։ Վերցրեք մի թուղթ և գրեք ձեր նպատակը, այնուհետև գրեք 3 գործողություններ, որոնք այսօր կարող եք անել, որպեսզի մոտենան նրան, փոքր քայլերը մեծ վերափոխումներ են առաջացնում, այսօր մի փոքր ամուրություն վաղը ազատությունն ու հաջողությունն է։
Ձեր կյանքը աստիճանաբար չի փոխվում, այն փոխվում է ամեն անգամ, երբ ընտրում եք գործել, փոխարենը ինքնուրույն արդարացնելու փոխարեն, կարգապահությունը ծուլության փոխարեն, ապագան անմիջական հաճույքի փոխարեն, ամեն օր հնարավորություն է դառնալ, թե ով եք ուզում լինել, ամեն օր ձեր ամրությունը ինքներդ ձեզ ամրապնդելու հնարավորություն է։ Եթե պատրաստ եք այս մարտահրավերին դադարեցնել ձեզ համար դատապարտել և սկսեք գործել ձեր նպատակին, ապա սա ձեր հրավերն է, հետևեք այս բովանդակությանը, այստեղ մենք կվերլուծենք իրական պատմություններ, գործնական փորձեր և ռազմավարություններ, որոնք աշխատում են կյանքում ոչ թե տեսական։ Բաց մի թողեք հաջորդ տեսանյութը, ձեր երազանքը չի սպասի, հիշեք, իշխանությունը հանգամանքներում չէ, բայց ինչպես եք վարվում նրանց հետ, ինքնին ամրությունն այն է, ինչը ձեզ դարձնում է ձեր սեփական կյանքի տերը։ Սկսեք այսօր, ամսվա ընթացքում, տարիներ շարունակ, դուք կանդրադառնաք և կհասկանաք։ Այն ամենը, ինչը անհնար էր թվում, իրական է դարձել, քանի որ քաջություն ունեիր լինել ազնիվ և ամուր։ Ձեր նպատակը գոյություն ունի, նա իրական է, բայց միայն դուք կարող եք այն իրականացնել, վերցրեք այսօր առաջին քայլը, և թող դա լինի այն սկիզբը, որի մասին դուք միշտ երազել եք։